Չեք կարծում Հայաստանում այժմ կաշառք վերացել է, թե հակառակ ամեն ինչ կա, դեռևս ուղղակի քողարկված է այդ ամեն ինչը։ Կաշառքը տենց հեշտ չի վերանում։ Իսկ իշխանություն Ամեն ինչ անել, որ կամաց վերանա։ շատ լավ է, Իշխանությունները աշխատում են ըստ երևույթին դրա վրա։ թե հակառակ իրենք էլ են նպաստում այդ երևույթին ուղղակի ավելի քողարկված տարբերակով։ Ինձ հայտնի չի այդ բանը, Բայց նման դեպքերի առնչվել եք։ որ պետական մարմինները կաշառք վերցնեն, Որ այո, համ կաշառք վերցնեն։ չեմ հիշում։ Իսկ եղել են դեպքեր, երբ ծանոթ, գումար այդ միջոցով ինչ որ աշխատանքի տեղավորվեք կամ ծանոթներից առնչություն ունենան։ Ես միշտ աշխատանքի տեղավորվել եմ իմ հմտությունների շնորհիվ։ Ինչ է կարծում, Հայաստանում կաշառքը վերացել է, թե հակառակ քողարկված ձևով է ամեն ինչ լինում։ Հայաստանում կաշառք չկա, ինչ որ կա սաղ սուտ է, ֆեյք է, Գայիկ Ծառուկյանը կաշառք բաժանեց, Կարապետյանը սաղ սուտ է։ Չէ, խոսք իրանց մասին չի առհասարակ, ես ընդհանուր ուզում եմ հասկանամ, կաշառք ասվածը, որ ասում են այս իշխանությունները նպաստել են, որ կաշառքները վերանան։ Ուզում եմ հասկանամ դա իրականում այդպես է, թե հակառակը։ Իրականում այդպես է։ Այսինքն վերացել է կաշառքը։ Հա, կաշառք չկա, գոյություն չունի։ Ինչ ես գնացել եմ, մասնակցել եմ ընտրության, ինձ ոչ մեկ չեն մոտեցել, կաշառք չեն առաջարկել, ոչ մի բան չեն ասել։ Չէ, խոսքը միայն ընտրություններին չի վերաբերվում, առհասարակ թեկուզ գործի ընդունվելուց պետքա գումար, ծանոթ, դա եմ Դե ուզում որ հասկանալ։ գումար ունենամ, էլ խեմ աշխատում, Չէ, թեկուզ ծանոթի միջոցով։ չգիտեմ, ես թոշակառու մարդ եմ, թոշակովս հազիվ յոլա եմ եթում, 36-ը դարձրին 46, էլի չի հերիքում, կոմունալը տալիս եմ, հաց չեմ ուտում, հաց եմ ուտում, կոմունալ չեմ տալի, էտա։ Իսկ ինչ եք առաջարկում իշխանությունները ինչ պետք է անեն։ Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, եթե լսում է իմ խոսքերը, ես ասեմ ինչ պիտի անի։ Պարոն Փաշինյան, եթե ուզում եք, որ ամեն ինչը նորմալ լինի, պահպանեք ժողովրդին, ժողովրդից է դուրս գալի բանակը, սահմանպահողը, աշխատողը, եթե ժողովուրդը գաղթեց Հայաստանից, փախավ Հայաստանից, Հայաստանը կմնա թշնամու լծի տակ։ Պարոն Փաշինյան, ես Մարիամ Գիշյան եմ, ապրում եմ Բյուզան փողոց 105 տանը, որի սեփականատերը ես պիտի լինեմ, ոչ թե ինչ-որ ադրբեջանցի, որը 17 թվին առելա դոկումենտ, պասպորտը առե հայկական, սեփականության կեղծ վկայական առե, եմ եկելա մեզ սպառնում եմ, որ տունը բլիվ բրեկներս։ Դրա դեմն առ, պարոն Փաշինյան, եթե դու այդ բոլորի դեմն առնես ու ես ճանաչվեմ իմ տան սեփականատերը, Բյուզան 105 տան սեփականատերը, դու կմնաս հավերժ վարչապետ, հակառակ դեպքում դու էլ չես մնա վարչապետ։ Պարոն Փաշինյան, ուշադիր լսի ինչ եմ ասում, ես քեզ խնդրում եմ ուղակի, ես քեզ ընտրել եմ որպես վարչապետ նրա համար, որ դու մեր ցավին դարման անես, ոչ թե ցավին ցավ ավելացնես։ Իսկ Գագիկ Ծառուկյանին ես երեխա վախտվանց եմ ճանաչում, նա միշտ աշխատել է, 10 տարեկանից նա առևտուր է արել, սկզբից կանանչ էր ծախում, հետո կարտոշկա, հետո սոխոբիբար, ինքը աշխատել է, հետո ինչ է արել, տեղյակ չեմ։ Պարոն Փաշինյան, ես քեզ խնդրում եմ, Բյուզան փողոց 105 տան սեփականատեր ճանաչել Մարիամ Գիշյանին, գործը դատարանում է, հետա ուղարկվել վերաքննչից, հետա ուղարկվել Նորիչ Առաքելյանի դատարան վերաքննության։ Խնդրում եմ միջնորդեք, ոչ մի դատավոր վարչապետի հային չի կար ասի։ Ուզում եմ հասկանալ, ինչ եք կարծում, Հայաստանում կաշառքը վերացել է, թե մեր իշխանությունները էլ ավելի են այնպես անում, որ կաշառքը շատանա, քողարկված են ամեն ինչ անում։ Հայաստանում կաշառքը չի վերացել, կաշառքը ինքը գյուղում կողմից է տեղադրված, ինքը անում է վարչապետ է կաշառքը։ Այսինքն իրան կաշառք փաստը որն է։ Կաշառք փաստը որ կան Նիկոլին տրանսպորտի գներնա բարձրացումը եւ հարկերի բարձրացումը
դա ինքն իրեն կաշառքան, կաշառքից էլ ավելա։ Ճիշտ եմ ասում եւ լրացնում են փաստեր։ Հաստատում են փաստեր, ոչ թե լրացում կներեք։ Օտար երկրում ասում են գները բարձրացվել է, եւ Հայաստանը արտադրանք չունի։ Կարող է ունի ինչ-որ մի բանի, բայց մենք ընդհանրապես ինչ որ կա այդ մակարոնի տեսակ գրեչկան վերմիշելը ստանում ենք օտար երկրներից։ Բարձր գներով ենք ստանում, ուրեմն բարձր երկրներում այստեղ վաճառում են խանութի տերերը, բայց դա ինչ կապ ունի տրանսպորտի գների բարձրացման հետ, տրոլեյբուս եւ ավտոբուս։ Շատ լավ, նաև կուզեմ իմանամ։ Ելի պատասխանիմ, ես ուզում եմ տրոն չեխ կողի մանիմ, դա իբր քաղաքական գործիչ, բայց ծննդից մի հատ ոչ արդար մարդ։ Ոչ արդար մարդ, ինքը քաղաքական գործիչ չեղել։ Վերջինս իր գործած գործողությունները բոլորովին հաստատում է, որ ինքը կյանքը նպատակ ունեցել, կյանքը նպատակ ունեցել, որ ինքը հարստանալ ինչ-որ մի ձևով եւ այ հարստության հետ ինչ-որ մի ձևը վարչապետ ընտրվելն է եղել։ Ինչ է կարծում, Երևանում այժմ կաշառքները վերացել են, թե հակառակը ավելի են ամրապնդվել։ Չեմ կարծում, որ վերացել են, Իսկ ինչ է ակնկալում իշխանություններից։ ոչ մի լավ բան։ Իսկ առհասարակ ինչ է կարծում, ծանոթ գումար այդպես են, այդ միջոցով կարողանում են մարդիկ աշխատանքի ընդունվել Հայաստանում։ Չէ երևի։ Այսինքն իրենց ուժերով։ Դժվարանում եմ պատասխանել։ Ոչ, սիրելիս, էլ ավելի են ամրապնդել կաշառքը Հայաստանում, հիմա ավելի շատ է, քան թե առաջներում, հիմա ավելի շատ է կաշառքը։ Իսկ ինչ դժգոհություններ ունեք։ Ամեն ձևի դժգոհություն ունեմ։ Ես ինքս գյուղացի եմ, միայն այս տարածքում միայն գյուղացի եմ։ Մեր շուկան մեր ձեռքից խլեցին, վերցրեցին եւ մենք հիմա դարել ենք փողոցային առևտրականներ, ինչու համար, ով պետք է մտածի սրա մասին, ով պետք է մտահոգվի աղջիկ ջան։ Շատ լավ, իսկ ինչ եք ակնկալում մեր իշխանություններից։ Ոչ մի լավ բան չեմ ակնկալում ջանա։ Եթե մի խելացին կա, բռնվում է։ Ճիշտ խոսում է, բռնվում է։ Ճիշտ խոսողին տեղ չկա այս երկրում, միայն դա կասեմ։ Շատ լավ, իսկ նաև կուզենամ հասկանալ, եթե ինչ-որ լավ գործի են մարդիկ ուզում տեղավորվեն, այդ ժամանակ իշխանությունների կողմից նույնպես ծանոթ, կաշառք, այդ ամեն ինչ ազդում է, թե չէ։ Իհարկե միանշանակ ազդում է եւ յուրաքանչյուր այս երկրում պայքարում է միայն իր աթոռի համար, իսկ ժողովրդի համար ոչ մի բան չի անում։ Շատ լավ, այսինքն նաև կուզենայի այն փաստ ձեզնից լսեի, ձեր կարծիքը, որ եթե մարդիկ մեծ գումարներով կաշառք են տալիս, տվյալ մարդիկ պատժվում են դրա համար, թե ոչ։ Ես չգիտեմ պատժվում են թե ոչ, չեմ կարող ասել, իհարկե ոչ, դա ոնց ասած ստից, ոնց բացատրեմ, ձեզ ստից պարաժներ է, թե չէ ոչ մի իսկություն չկա այդ կաշառքի մեջ, մեծ կաշառակերը, մեծ կաշառք տվողը հենց վարչապետն է, ես դա այդ կասեմ։